Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե Մոսկվան հետևում է Վաշինգտոնում հայտարարված Թրամփի ուղի հայ-ամերիկյան նախաձեռնության շուրջ զարգացումներին։ Ռուս դիվանագետն ասել է, որ այն կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության վրա։ Փոխարտգործնախարար Միխայել Գալուզինն իր հերթին այսօր ասել է, թե Եվրամիության հետ Երևանի իրավական շրջանակի ներդաշնակեցումը անխուսափելի կհակասի Եվրասիական միության նորմերին։ Հայաստանին են մեջիջներ ուղում, որ ագելից դու պարտավորես մեր շահերը հաշվի առնել։ Քննի քաղաքական բանավորություններն են, ավելի կոնկրետ, ինչ դեր ունենալու Միացյալ Նահանգները, ինչ դեր ունենալու Ռուսաստանը եւ արդյոք Ռուսաստանը համակերպվելու է այն դերի հետ, որ ունենալու Միացյալ Նահանգները։ Որտեղ եթե լինեն բանավորություններ, որոնք ըստ Ռուսաստանի կհակասեն իր շահերին, ապա բնական է, որ Ռուսաստանը ամեն ինչ անելու է այդտեղ խնդիրներ ստեղծելու համար։ Իվան հստակ է, որ Ռուսաստանը ցույց է տվել, որ այդ խորհրդային տարածաշրջանում, եթե ինչ-որ բաներս Ռուսաստանի հակասում են իր կենսական շահերին, ապա նա պատրաստ է գնալ ամենակոշտ միջոցների մինչև զինված ուժի կիրառում, որպեսզի նա զարգացումներ թույլ չտա։ Հետևաբար ին գնահատում դա լիովին տարածվում է հարավային Կովկասի վրա, ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի, ընդհանուր հարավային Կովկասի վրա, կենտրոնական Ասիայի վրա։ Դե Ռուսաստանը բացեիբաց հայտարարում է իր այդ հավակնության մասին, ոչ միայն Կոպիրկինն է խոսում այդ մասին, այլ նաև Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ դեպարտամենտի ղեկավարը օրեր առաջ հայտարարեց, որ պատրաստ են Հայաստանի հետ քննարկել իրենց ներգրավվածության պարամետրերը։ Ես կարծում եմ, այստեղ Ռուսաստանը առնվազն հավակնելու է երկաթուղու հավատարմագրային կառավարման իրավունքի, քանի որ Հայաստանի երկաթուղին հավատարմագրային կառավարման ենթարկելու իրավունքը առանց այդ էլ ռուսական երկաթուղիներին է պատկանում 30-ամյա ժամկետով մինչև 2038 թվականը։ Եվ առնվազն այս հավակնությունը Ռուսաստանը փորձելու է առաջ տանել ելնելով հենց այդ հավատարմագրային կառավարման արդեն իսկ եղած իրավունքից։